Իրանը փորձում է ցույց տալ, որ անգամ եթե նա որոշակիորեն թուլացավ Սիրիայից դուրս գալու պայմաններում, նաև որոշ այլ հատվածներում պրոիրանական ուժերի նահանջը եւ թուլացումը, այսպես ոգևորել է մի շարք պետությունների, Իրանը փորձում է ցույց տալ, որ Իրանը կա եւ Իրանի համար առնվազն Սյունիքը հանդիսանում է ռազմավարական նշանակության հատված եւ Իրանը դրա մասին շատ ուղիղ տեքստով հայտարարել է, որ Սյունիքով է անցնում դեպի Սևծով Իրանի ճանապարհը եւ Իրանը թույլ չի տա, որ ինչ-որ մեկը իր դեպի Սևծով ճանապարհը փակի։ Եվ այսօրվա այս Իրано-ամերիկյան լարվածության ֆոնին մենք տեսնում ենք, որ Թուրքիան եւ Ադրբեջանը փորձեր են կատարում համոզել ԱՄՆ-ին, որ իրենք դառնան գործիք Իրանի դեմ, սակայն դրան ի պատասխան ԱՄՆ-ն համաձայնի, որ Թուրքիան եւ Ադրբեջանը գրավեն Հայաստանը։ Այստեղ Իրանը փորձում է ցույց տալ, որ իր դիրքերը եթե անգամ որոշակի թուլացել են, ինքը թույլ չի տա Սյունիքի նկատմամբ ոտնձգություն եւ եթե լինի այդ ոտնձգությունը, ապա Իրանի կողմից կլինի ռազմական պատասխան։ Սակայն մենք պիտի հասկանանք, որ խոսքը գնում է բացառապես Սյունիքի մասին։ Եթե Ադրբեջանը անցնի հարձակման օրինակ Գեղարքունիքի մարզում, շատ քիչ է հավանականությունը, որ Իրանը այդտեղ գործուն քայլեր կիրականացնի, որովհետեւ Գեղարքունիքը Իրանի համար որևէ ռազմավարական նշանակություն չունի։ Այսինքն պիտի հասկանանք, որ այս կոշտ դիրքորոշումը պահպանվում է ընդհանրապես Սյունիքի մարզի։ Եվ վերջերս նույնիսկ կրակ էր արձակված։ Այո, կրակում են եւ կրակում են նաեւ այսօր։ Իդեպ նաեւ Իրանի այս կոշտ դիրքորոշումը կապված է այն գործողությունների հետ, որ Ադրբեջանը վարում է Սյունիքում։ Մենք գիտենք, որ օրեր շարունակ Ադրբեջանը կրակում էր այսպես կոչված ոչ թիրախային, ուղղակի կրակոցներն էին լսվում եւ դրանից հետո հայտարարություն էր տարածում, որ հայկական կողմն է կրակել։ Ինչից հետո Ադրբեջանի պաշտպանության նախարարը դեմոնստրատիվ հրահանգեց բոլոր ուրեմն սադրանքները ճնշել ռազմական ուժով եւ այլն եւ ակնհայտ էր, որ որոշակի ռազմական լարում է գնում Ադրբեջանի կողմից, ինչից հետո արդեն եղավ թիրախային կրակ մեր բնակչության վրա եւ Իրանը այսպես նախազգուշական կրակ է բացում այս ուրեմն զորավարժությունով ցույց տալով, որ չփորձեք իրավիճակը լարել եւ չմտածեք հանգած ներխուժման մասին։ Սակայն պիտի մենք նաեւ հասկանանք, որ սրա մասին նույնպես շատ ենք խոսել, որ նախ Իրան-Ամերիկա-ԱՄՆ հարաբերությունների լարման ֆոնին Իրանի եւ Ռուսաստանի հարաբերությունները ավելի ու ավելի մոտենալու են։ Ինչի արդյունքում Ռուսաստանը կարող է, այսպես ասենք, համոզել Իրանին առնվազն Ադրբեջանին միջանցք տալու համար եւ Իրանը կարող է այդտեղ նահանջել։ Երկրորդ հանգամանքը, որ եթե ԱՄՆ-ի եւ Իրանի հարաբերությունները անցան բախման, ռազմական բախման, Իրանը հնարավոր է եւ այսպես ռեսուրս եւ ուշադրություն չունենա, որ նաեւ այս ճակատով կարողանա ռազմական գործողություններ արել։ Այսինքն ասածս վերաբերվում է մասնավորապես այն մարդկանց, ովքեր որ տանը նստած, երբ որ մարդկանց բացատրում ես, որ իրավիճակը ծայրահեղ ծանր է եւ մենք գոյութենական խնդրի առաջ ենք, ասում են ԱՄՆ-ն մեզ կպաշտպանի կամ Իրանը մեզ կպաշտպանի, անընդհատ սեփական ուրեմն պարտականությունները օտարների վրա գցելով, մենք պետք է հասկանանք, որ այդ երաշխիքները, որոնք տրամադրվում են օտարպետությունների կողմից, դրանք միշտ լինում են ժամանակավոր։ Այսինքն ինչ որ մի պահի այդ երաշխիքը կարող է կորել։